Ախուրյանի կոլեկտորին վերաբերող կառավարության որոշման մասին համայնքապետը առաջին անգամ լսեց հենց մեզանից։ Լսեց, սկզբում զարմացավ, հետո էլ խիստ զայրացավ։ Ուր են օդարում։ Ով ասեց։ Ասում եմ կառավարությունը երկու դրա համար էլ որոշում են ընդունել վերցրել։ Ում են օդարում։ Օդարման խնդիր դրված չէ։ Կարող է սպասարկումն է փոխանցվում ինչ-որ կազմակերպության։ Օդարման խնդիր դրված չէ, ոնց կարող են օդարեն։ Ոնց կարող են օտարելը որն է, հենց այդպես որոշել են, փոխանցել են, որ հետո էլ օտարեն։ Թե Արծրունի Գիթյանը մտածում է, որ միայն սպասարկումն է փոխանցվել, ուրիշին այդպես չէ։ Շիրակ ջրմուղկոյուղու գույքի կազմից 241 միլիոն 953 հազար դրամ հաշվեկշռային արժեքով այն առանձնացվել է եւ որպես պետական սեփականություն ամրացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը մրցութային եղանակով օտարելու համար։ Նման ինֆորմացիա չունեմ, չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, տեղյակ չեմ, նախկինում եղել է համայնքային հաշվեկշիռ, ջրմուղի ամբողջ համակարգը, որից հետո որոշում կայացվեց անջամկետ, անհադույց հանձնվեց ջրմուղ կոյուղու ձեռնարկությանը Շիրակի մարզային սպասարկման։ Դրանից հետո որևիցե որոշման ես ծանոթ չեմ, մեզ հանձնելու խնդիր չի եղել։ Ախուրյանի կոլեկտորը փաստորեն օտարվել է թաքուն, այնքան թաքուն եւ անշշուկ, որ փաստացի տերերն անգամ այդ մասին չեն իմացել։ Համենայն դեպս լրատվամիջոցների համար նման ձևակերպում ունեին։ Շիրակ ջրմուղկոյուղում մեկ այլ պատասխանատու սակայն խնդրին քաջածանոթ էր։ Կոլեկտորն իրոք օտարվել է, ասում է նա։ Պետությունը որպես Շիրակ ջրմուղկոյուղի Փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր իր գույքը տնօրինել է ըստ նույն աղբյուրի, քանի որ պետության ձեռքին են բաժնետոմսերի հիմնական ու մեծ մասը, ինքն իր գույքը ոնց ուզեցել, այնպես էլ օգտագործել է։ Ըստ Ախուրյանի համայնքապետ Արծրունի Գիթյանի, սակայն լավ կլիներ իրենց կարծիքն էլ հարցնեն։ Կոլեկտորը ներկա պահին շահագործվում է։ Ով ասեց չօգտագործվում, օգտագործվել է, ցանցավորած կարող է։ Բնակիչները ջուր չունեն, ջրամատակարարումն է խմելու եւ կեղդաջրերի հեռացումն է։ Արմեն Նուհիմինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։